Բարի երկու պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք կարևոր մի կետից։ Աշխարհը ուշի ուշով 12 օր հետևեց Իսրայել-Իրան հակամարտությանը, տեղի ունեցան բազմաթիվ ռմբակոծություններ, քաղաքները իրենց բոլոր արսենալով զինվորական, մասնավորաբար Իրանի, ավերվեցին ըստ Իրանի մամուլի։ Ինչ հետապնդում այս ամենը իրականում, ինչ էր ուզում Իսրայելը սրանով ցույց տալ եւ Իրանի մոտ արդյոք ստացվեց կամ չստացվեց, որպես միջազգայնագետ, միջազգային իրավունքի խախտում էր արդյոք, սուվերեն պետության դրա հարձակումը եւ կցանկանայի ավելի անամաչելի ներկայացնեք մեր հանրության ավելի հասկանալի լեզվով, խնդրեմ։ Եթե հագիրճ Ուրանի հարստացման դեմ ուղված արշավ էր սա, կամպանիա էր, ինչ եմ ասում կամպանիա, որովհետեւ թյուր տպավորություն է եւ արդեն իսկ հերկված որպես այդպիսին ինֆորմացիա առայն, որ Միացյալ Նահանգները մասնակից չէր այս ամեն ինչին, երբ որ ապացուցվեց, որ դա համատեղ պլանավորած գործողություն էր, այսպես ասած օպերացիա։ Եթե շատ անկեղծ, սա վերջին մանավանդ էտապը, որը որ ձևակերպվեց խաղաղության հաստատումով եւ խաղաղաբերությամբ, հայտնի Թրամփյան խաղաղաբերությունը, դա ըստ իս եւ ըստ շատ մասնագետների դա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմքի փրկելու վերջին արարն էր, որպես այդպիսին, իհարկե գեղեցիկ փաթոթավորելով, որ գնում ենք խաղաղության, անգամ Նոբելյան մրցանակակերի Տրամպին էին առաջարկ է լինում եւ այլն, գիտեք նման դեպքերում ինչպես է լինում, բայց փաստը այն էր, որ սա ուղղված էր կոնկրետ Ուրանի հարստացման դեմ եւ այստեղ շատ հագասական կարծիքներ կարող են հնչել եւ քննադատականներ, թե հիմա ով հաղթեց, որովհետեւ որպես այդպեսին ես կարծում եմ, որ երկու կողմն էլ չհաղթեց, որովհետեւ երկու կողմն էլ ունեն լուրջ ավերվածություններ եւ ռազմաստրատեգիական օբյեկտների եւ ենթակառուցվածքներ եւ այլն, փաստացի Իրանը տոնում է իր հաղթանակը մասնավորապես նշելով, որ կոնկրետ Ուրանի պաշարները չեն վնասվել, որը որ գիտենք, վերջում հաստատվեց, որ այո, որպես այդպիսին միջուկային օբյեկտները վնասվել են շատ լուրջ, բայց զուգահեռ Իսրայելն էլ Միացյալ Նահանգների ձեռամբ ասում է, որ այլևս միջուկային որևէ բան այնտեղ չկա։ Այո, եւ այնտեղ իհարկե իսրայելական կողմն էլ պնդում է, որ մենք մեր նպատակին հասանք, մենք ոչնչացրեցինք հիմնականում, Ֆորդոնի բազան, մենք կարողացանք ոչնչացնել Սպահանի բազան, այսինքն 3 հիմնական թիրախները ոչնչացվեց, բայց նորից են գալիս այն համոզմանը, որ նախ Ուրանի պաշարները չեն վնասվել, որովհետև դա իր հերթին շատ այլ պատկեր կունենանք եւ ես վստահ եմ ավելի քան որ ռազմական գործողությունները 12 օրով չէին ավարտվի։ Այո։ Եվ առհասարակ ես համատեքստում ես ավելի քան վստահ եմ, որ ռազմական գործողությունները ելի կրկնվելու հավանականությունը մեծ է եւ այս պահին նույնիսկ մենք խոսում ենք, բայց անօթաչու թռչող սարքերը դերևս թռչում են, խփվում են եւ այսինքն տպավորություն է, որ դա այո գլոբալ տեսանկյունից պատերազմը դադարել է, բայց դեռ այն շարունակվում է։ Այն հաջողականությամբ, այն մասշտաբների չի, բայց շարունակվում է։ Արդյունքում որքան էլ իրանական կողմը ողջ վերնախավը ռազմական գիտեք սպանվեցին, այո, գիտնականներ եւ ռազմաքաղաքական ղեկավարներ այդուհանդերձ տոնում են հաղթանակ։ Ես ունեմ նաև մեկ այլ կարծիք, որ եթե պատերազմական գործողությունները շարունակեր, այսինքն այն տրամաբանությունը, որը փորձում են անել իսրայելա-ամերիկյան տենդենսը, առայն որ բլիցկրիգ տարբերակով փորձեն հարցերին լուծում տային, ես կարծում եմ, որ դա չստացվեց, այ հենց որ նոր նշեցի, որ դեմքը փրկելու խնդիր կար, հենց դրա համար էլ որ անմիջապես մասնակցություն ունեցան Միացյալ Նահանգները։ Եվ եթե փորձը ցույց էր տալիս, որ եթե պատերազմական գործողությունները շարունակվեր, երկարատև պրոցեդուրային պատերազմի դեպքում Իրանը շատ ավելի լավ դիրքերում կարող էր, որտեղ մանավանդ այնտեղ արդեն դեմոնստրացրեց եւ կիրառեց նաեւ միջին եւ հեռահար բալիստիկ մի շարք զենքեր, որի մասին անգամ մենք լսել էինք, բայց կիրառելիությունը չենք տեսել, էֆեկտիվությունը։ Եվ եթե այս երկաթի գմբետի հայտնի այդ ուրեմն տպավորությունները կար, ապա վերջին օրերին արդեն իսկ տպավորությունը այլ էր փոխվել։ Եթե 10-ից 2-ը այն ժամանակ հազիվ թենգներ համապատասխան օբյեկտներին, այս պարագայում 10-ից 6-ը արդեն հարվածում էր այս նշագետը, որտեղ մանևրով բալիստիկ հրթիռներ էր կիրառել, եւ ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում իրանական պատկերը, որը կար, արդեն իսկ որը որ այսպես ուրվագծվում էր պատերազմում,
իդեմս բալիստիկ հրթիռների լրիվ այլ վերջնարդյունք ու կուլմինացիա կարող էր բերել։ Շատ լավ, պարոն Կապետյան, շատ վերլուծաբաններ միջազգային մամուլում հատկապես, որտեղ նրանք լավ ավելի օպերատիվ էին ուսումնասիրում այս ողջ process-ները, նշում են, որ իրականում այնտեղ փորձում են Իրանը վերածել Սիրիայացման գործընթացի գնալ եւ փորձում են առաջին 2-3 օրերին իշխանապողություն անել, սադրել, որտեղ այնտեղ կար մեկը, որը Փարիզում նստած էր, իրենց շահի վերջին զավակն էր, թորն էր, չգիտեմ, ինչ որ մեկն էր, որը փորձում էր նաեւ ներքաղաքական խժդրություններ առաջացնելով անջատեր եւ այնտեղ կլիներ արդեն քաոս, բայց փաստացի բոլորը տեսան, որ ժողովուրդը համախմբվեց այաթոլլահի շուրջ եւ բոլորը դարձան մեկ բռունցք եւ դա էր նաեւ հաջողության գաղտնիքը, բայց այդուհանդերձ գուցե Իսրայելը որոշակի ժամանակ անց նորից կարողանա այնտեղ խժդուրություններ անել։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Չեմ բացառում, ես իմ խոսքում նշեցի, որ մինչև հիմա այս պահը, եթե ուսումնասիրում ենք, իսկ ես ուսումնասիրում եմ միջազգային մամուլը, դեռևս հարվածներ ֆիքսում են։ Այսինքն փոխհրաձգություն կա, ընդ որում բալիստիկ եւ աթեիստների միջոցով։ Հիմա ձեր հարցը հետեւյալն է. արդյոք հավանականություն կա, այո, կա։ Դուք հիշում եք անցած տարի նույն ձեր տաղավարում մենք ֆիքսում էինք, թե դրոնային աննախադեպ դրոնային պատերազմի ինչ-որ անցել են ամենը 1 տարի, իսկ ով է վստահություն ներշնչում կամ կարող է հավաստի ինֆորմացիա տրամադրել, որ բացառված է։ Մենք նման խոսույթներ բազմից ենք լսել, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե երկու այդ պետությունները խայդարակ անտագոնիզմ են տածում միմյանց հանդեպ, թշնամանք ունեն եւ ատելություն ունեն եւ դա չի փարատվում որևիցե կերպ, ուրեմն եւ ընդ որում մեկը մյուսի հանդեպ էգզիստենցիալ վտանգներ է ստեղծում եւ պատերազմական կոչերը հնչեցնում, հռետորաբանությունը կարծես նույնն է մնացել, հետեւաբար չի բացառվում նաեւ հաջորդիվ պատերազմները։ Այսինքն դրա մասին անգամ կոնսպիրոլոգիական հաշվարկների կարիք չկա։ Հավանականության սցենարը շատ մեծ է այս մասով։ Եվ այո, դուք շատ ճիշտ նշեցիք, նույնիսկ Այաթոլլահ Խոմեյնին էր, չէ՞, թիրախավորված։ Նույնիսկ դա են հաղթանակ պարսկական կողմը դիտարկում, որ չստացվեց նրա մահափորձը։ Բազմիցս բացի բոլորը համախմբվեցին, հոգևոր առաջնորդի այո, եւ փաստացի Իրանը ցույց տվեց, որ իզորու է անկախ բոլոր սցենարներից, վադագույն սցենարներից, այսքան զոհերից, բարձրաստիճան ղեկավարների նահատակվածություններից բառը իրենք կարող են ոչ թե համախմբվել, այո, եւ կարողանան դուրս գալ այդ վիճակից։ Նման ֆորս մաժորային իրավիճակները հաղթահարել։ Եվ այստեղ նաեւ գալիս է Միացյալ Նահանգների մոդեցումը։ Մենք հասկանում ենք, չէ, այստեղ նաեւ դուք կարող եք հարց ուղղել, արդյոք Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի չգիտեն կամ իրենց չէր զեկուցվել արտաքին հետախուզության կողմից, որ այդ ուրանը, որտեղ որ հարվածում են այդ միջուկային օբյեկտներին, դրանք արդեն ժամանակին դուրս բերված են եւ իրանական ժողովուրդը խելոք ժողովուրդ է, չէ, հասկանում է, որ գալու է մի պահը, որ թիրախավորվելու են այդ օբյեկտները, մանավանդ ուղիղ տեքստով հնչում էր նման օբյեկտներին հարվածելու Դե Թրամփը որպես լավագույն շոումեն կարող էր նաև որպես շոու դա անել։ Հասկացանք։ Եվ նույն այդ մարդն էր, չէ, որ ասեց, դե ես տվել էի 60 օր ժամանակ, 61-րդ օրն էր, 1 օր անցավ Իրանը հարվածեց, այսինքն ուղիղ ինքնախոստովանություն էր, որ մենք մասնակից ենք, եւ Թրամփը այսօր NBC կեցվածք են տունել, այն խաղաղաբեր Թրամփն է, որը որ ժամանակին ասում է։ Դե Թրամփի խոսքն էլ կարծես դարձել է արդեն որևէ արժեք չունեցող մի բան։ Ոչ միայն անլուրջ է, անլուրջ նման, գիտեք, ես գնահատական տալը մի քիչ բարդ բան է նմանավանդ գերտերության ղեկավարին, բայց ստացվում է հեգեմոն գերտերության ղեկավարը 5 րոպեն մեկ իր արամերժ հայտարարություններով է հանդես գալիս, ինքնասիրահարված, չգիտեմ, այսպես պաթոսային հայտարարություններ իրեն կարգելով այսպես աշխարհի խաղաղաբեր եւ այլն, անգամ գիտեք, շատ հագասական հայտարարություններով է հանդես գալիս, դա անլուրջ է, բայց այն փաստը, որ որքան էլ հիմա խաղաղաբեր այդ կեցվածքը ընդունի կամ նման գնահատականների արժան, փաստը այն է, որ այդ գնահատականը տվել է իր սեփական ժողովուրդը, ամերիկյան ժողովուրդը, որը ասել է, որ ինչու ես մեզ ներքաշում պատերազմի մեջ, ով է քեզ տվել նման իրավունք։ Անկամ սենատն էր քննարկում այդ մասը, որ արգել են Մերձավոր Արևելքում ինչ որ գործողություններ իրականացնելու նրա մանդատը, այսպես ասած, մենաշնորհային մանդատը եւ երկրորդը։ Դուք հիշում եք 13 թվականին նույն Օբամային էր նա Twitter-յան իր էջում մեղադրում, թե այ հիմա սեփական ուժերը ցուցադրելու, դեմոնստրացնելու համար կարող է Իրանին հարվածի, բայց փաստացի Օբաման չհարվածեց, ինքը հարվածեց։ Եվ այստեղ գնահատականը միանշանակ է։ Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները, ձեր նախորդ հարցին եմ նաև վերադառնում, ռազմական ագրեսոր պետություն է դիտարկում։
կա միջազգային կոնսենսուս այդ մասով։ Այո, խախտել է միջազգային մի շարք իրավունքի Եվ նորմեր դրանով եւ նաև օրենքներ։ լեգիտիմացնում է կարծես, հա, այդ ամբողջը։ Իհարկե։ Ցանկացած ՄԱԿ-ի մասով, պարոն Աբրահամ, ՄԱԿ-ի մասով անգամ Գուտերեշն է հայտարարում, որ մի շարք կոնվենցիաներ եւ միջպետական պայմանագրեր խախտվել են այդ հարցակումով։ ՄԱԳԱՏԵ-ի մասով դուք ուզում եք հիմա ասեք, որ բայց վաղուց ՄԱԿ-ը եւ մնացած միջազգային կառույցները չեն գործում։ Դե վերպետական Որպես լավագույն կառույցները միջազգայնագետ պետք է ասեք, այո, դա էլ չի աշխատում։ դա ֆիկտիվ ուղագի, այո, մանիֆեստային խոսույթ է, բայց տակը ոչինչ չկա, այո, ցավոք այդպես է, վաղուց վերպետական կառույցները ընդհանրապես իրեն չեն արտարացնում, բայց այստեղ նաև մի բան կա։ Նույն Միացյալ Նահանգների ղեկավարությանը ախր զեկույցով ներկայացվել է ՄԱԳԱՏԵ-ի հայտնի զեկույցը։ Չէ՞ որ Իրանը լինելով ՄԱԳԱՏԵ-ի անդամ բաց է դռները թողել ՄԱԳԱՏԵ-ի աշխատակիցների համար, որոնք զեկույցով ներկայացրել են, որ Իրանի ուրանի հարստացումը դեռևս չի նշանակում այն ստանդարտների կամ այն չափորոշիչների եւ այն քանակի, որի ուրանի հարստացման պարագայում նրանք արտադրելու են միջուկային զենք։ Դա բացառվել է, որի տակ Իրանը ունի իր ստորագրությունը դրված։ Իսկ հիմա լեգիտիմ իրավունք են տալիս Իրանին, որովհետեւ Իրանը սեփական դիմում է համաձայն ՄԱԳԱՏԵ-ից դուրս գա։ Իհարկե նման էմոցիոնալ քաղաքականություն նրանք չեն վարում, ընդ որում ասեմ, շատ կոմպլեմենտար քաղաքականություն են վարում այս մասով իրանական կողմը, բավականին խոհեմ քաղաքականություն են վարում, չգնացին նման ինցիդենտի, որպեսզի գրանցենք այն, որ ՄԱԳԱՏԵ-ից դուրս են գալիս, բայց փաստը այն է, որ հիմքեր ստեղծեցին, որ նման խոսույթով հանդես գան։ Շատ լավ, Իդեպ վերջում էլ ասեմ, ախր պարզից էլ պարզ է, եթե դու բացի միջուկային օբյեկտներին հարվածելուց նավթաբազաներին ես հարվածում, արդեն խոսում է, որ դու այլ նպատակներ ես հետապնդում, ձեր նախորդ հարցը։ Շատ լավ, նաև շատ ուշագրավ էր, քանի օրերի ընթացքում մի իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանում չգիտես ինչու սկսեցին պայթել կինոստուդիաներ, ռազմական օբյեկտներ, պաշտպանության նախարարության իրենց գործանը, բայց դա հաջորդեց, դրան անմիջապես հաջորդեց Փեզեշքյանի եւ Ալիևի հեռախոսազրույցը, որտեղ Փեզեշքյանը շատ հստակ ասեց, որ մենք ունենք տեղեկատվություն ձեր մասով Իսրայելին աջակցելու։ Պետք է հստակեցնեք, որից հետո դա տեղի ունեցավ եւ դրանից հետո սկսվեց հիստերիա։ Հիստերիան սկսեց, ես հիմա մի փոքր գուցե երկար հարցը հնչի, բայց կարևոր ենթատեքստ ունի իր մեջ։ Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում առողջին նշեց, որ այո, կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը հստակ այնտեղից են հարվածել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ հայտնվեց եւ նշեց, որ նման բան չկա, դուք խառնում եք եւ այլն։ Ինչ է այս ամենի տակ թաքնված։ Պարոն Աբրահամյան, եթե արտգործնախարարը եւ երկրի առաջի դեմքը ժողովրդական լեզվով ասած նամյոկով ընդամենը դերևս նամյոկով հարցնում են, ընդ որում ուղիղ հարցադրում են անում Ալիևին, թե արդյոք որևիցե օժանդակություն եւ օգնություն տրամադրվել է, որպես այդպիսին Ադրբեջանի օդային տարածքը օգտագործվել է, անգամ եթե նման հարց է տալիս, դա ռետորական հարցի տեսքով է տալիս, հասկանում են, չէ՞ որ դիվանագիտական, այսպես ասած, պատխոդ է կիրառվում։ Հասկանալի է, որ պատասխանը հնչելու է, որ ոչ, բացառվում է, չի կարող նման բան պատահի, բայց նման հարցադրում անողը բնականաբար ձեռքի տակ ունի փաստեր։ Այդ փաստերը թե երբ կկիրառի ու ինչ տեսքով կկիրառի, դա ժամանակը ցույց կտա։ Տեսեք, ուղղակի ես որպես մարդ, որը որ օբյեկտիվ եւ անաչառության սկզբունքներից է վերլուծություն կատարում, ես այսպիսի մի դիդարգում եմ կատարում այս մասով։ Ես ինքս օրեր առաջ եւ բազմաթիվ անգամներ ասել եմ, որ թե Լաչինի, թե Ֆիզուլու օդանավակայանները եւ ընդհանրապես բոլոր այդ 3 օդանավակայանները եւ ընդհանրապես Արցախը որպես այդպիսին օկուպացված Արցախը ծառայում է որպես պոլիգոն եւ պլացդարմ Իրանի դեմ ուղված եւ ոչ միայն Իրանի։ Բայց Իրանը դա չէր հասկանում 30 տարի այդ ամենակար որը լավ հասկանում են։ Իրենք հասկանում են, նրանք հասկանում են, չէ՞ որ նաեւ դա կարող է օգտագործվի հագաիրանական այո, գործառույթներ իրականացնել։ Այո, ես հիմա ինչ եմ սա ասում։ Ես ինքս ասել եմ, որ գալու է այդ օրը, երբ որ դրանք կիրառվելու են։ Հիմա ուղղակի այստեղ պետք են փաստեր, ռեալ փաստեր։ Քանի չկան ռեալ փաստեր, մեր ասածը դերևս, որքան էլ նախագահանի շուրթերով անձամբ է դա ասում, դերևս դրանք պետք է, եթե փաստարկները ի ցույց դնեն եւ ի լուր աշխարհի հայտնեն, ապացույցներով, որը ընդ որում կա, նորից եմ կրկնում, եթե ակնարկում են, ուրեմն կա։ Ես ձեզ վստահեցնում եմ, Իրано-ադրբեջանական հարաբերություններում շատ խորը ճգնաժամ է սպասվում։ Դերևս դա ես ասում եմ մինիմալ տարբերակով այդ ճգնաժամը։ Բաժիջ գործողություններ վերլուծաբաններ կան կարող է ինչ որ ասեն, որ գիտեք,
անհնար է որ պատժիչ գործողությունների գնա, այնտեղ թուրքական ֆակտոր կա եւ այլն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Իրանը կգնա այդ պատժիչ գործողությունների։ Ձեր թվարկածները, որ դուք մատնանշեցիք, դրանք գուցեև նրանց ձեռքի գործն է, չի բացառվում։ Հենց այնպես չի պայթում ինչ որ բան։ Իհարկե։ Այն էլ մեկ օրվա ընթացքում մի քանի օբյեկտներ։ Անմիջապես հայտարարությունին հաջորդեց դա։ Ուղղակի եթե դա էլ է այդպես, ուրեմն ձեռագիրը այնքան մաքուր է կամ այնպես է դա արվում, որովհետեւ հետք չթողնվի նաև այս մասը։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ շնորհակալ եմ։ հանգամանալից ներկայացնելու համար։